բացում Կարիքներ ենք բացում Հաղորդման գործընկերն է Սարլիսոփ ընկերությունը։ Հաղորդման գործընկերն է Էկոփենը։ Հաղորդման գործընկերն է Էլբակյան կրթահամալիրը։ Ողջույն սիրելի հետևորդներ, մենք հավաքվել ենք մեր սիրելի տաղավարում, որտեղ նկարելու ենք այսօր խոհանոցի հերթական հաղորդումը, ինչի համար ես շատ ուրախ եմ ու ուզում եմ ասեմ ձեզ շնորհակալություն, որ մեզ հետևում եք։ Ողջույն, սիրելի հետևորդներ, շատ կարոտած ողջույններ, ուզում եմ կրկին անգամ հիշեցնել սիրելիներս, որպեսզի բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որովհետև բազմիցս անգամ արդեն ասել ենք, որ երբ որ դուք լայքում եք, սրտիկում եք, երբ որ դուք կոմենտներ եք գրում, մեր նյութերը տարածվում են, եւ նաեւ ուզում եմ հիշեցնել կարգը բանկային հաշվին փոխանցումների համար, եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ Patreon-ին փոխանցում կատարելու Patreon-ի բաժանորդագրվելու տարբերակ ունենք եւ ունենք նաեւ Իդրամ տարբերակ։ Եվ այսօր որոշել եմ ձեզ սենց սրտիկներ, կրեատիվ սրտիկներ ուղարկել, նոր կրեատիվ սրտիկներ։ Այվակ սենց էր, չէ՞։ Հիմա դարել է սենսը կա, Իմիջիայլոց Ամերիկայից, Միացյալ Նահանգներից մեզ ֆինանսական աջակցության համար կարող եք զել տարբերակով ցուցաբերել ձեր աջակցությունը, ներքևում նշված կլինի զելի, այսպես ասած, հաշվի համարը։ Ապրես Էմիլ ջան, ես առաջարկում մինչև մեր հյուրին կանչելը մի քանի մեկնաբանություններ կարդանք։ Ապա, Այո։ Մենք շատ ենք առանձնացրել, բայց այսօր տենց մի 3 հատ, հա, երևի։ նավայ։ Ուրեմն Արտյոմ, հարգելի Արտյոմ։ Հա, հարգելի Արտյոմ։ Խոսքը քո մասին է։ Հա, իմ մասին է։ Հարգելի Արտյոմ, նույն Ժաննայի օրինակով ես էլ ձեզ եմ շատ սիրել ու որպես աղջիկ ցանկացել եմ ծառայել բանակում եւ անգամ դասերի մասնակցելով ստացել եմ փոքրիկ երկրապահի կոչում։ Շնորհակալություն պայծառ մանկության եւ անմոռանալի հուշերի համար։ Անսահման սիրում եմ բոլորիդ եւ այսօր հետեւում եմ միայն ձեր հաղորդումներին, ինչպես փոքր տարիքում։ Բանակումի ժամանակ ես 6-7 տարեկան էի ու հիմա ձեզ հետ վերապրում եմ այդ անհոգ օրերը, կարոտում եւ հուզվում։ Անհամբեր կսպասեմ նոր նախագծին եւ նորից շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Շատ շնորհակալություն։ 6-7 տարեկան, what ասում ես։ Բա ինչ հասկանում ես, բավար ասում եմ, այն էլի սրտիկը անում։ Հա, սրտիկ եմ անում մեր հետևորդների սրտիկները։ Այս մարդու սիրտը լենա։ Կարթա։ Իմ սև սիր, իմ լեն սիրտը, ես սպասում եի, որ մի հատ էլ հաղորդման վերջում էլ կպաճպճվեին։ Յա։ Ով հա ուտենց էլի մի 16 տարի կսպասեինք, բայց արդեն բիձա։ Այ ես հասկացա։ Այսի բանը Ժաննայի, այո, Ելենա դու էդի մասին ա, որ հաղորդման վերջում կպաճպճվեին։ Լավ էլ ախորժակ ունեք, հա, ինչեր եք ուզում է։ Հələ դրան նայի, որ արդեն 18+ են տանում, հաղորդումը դե։ Մի մեկնաբանություն էլ ՄՄՄ եղավ, էլի։ Մի մեկնաբանություն էլ ես կարդամ, Աննա Սուքիասյանն է գրել։ Չգիտեմ կկարդաք թե ոչ, բայց մի տխուր դեպք պատմեմ ձեր ֆիլմի հետ կապված, հետաքրքիր է։ Կինոնկարը այնքան սիրված է, որ ոչ մի սերիա բաց չենք թողել։ Մեկով հերթական սերիան է դիտել համեմված համբարձումյանական հումորով, լիաթոք ծիծաղել է, մահացել։ Ինչ ես խոսում։ Դրական սթրեսնել է մահացու։ Չէ, Աննա ջան, ով էր գրել։ դրական սթրեսը Աննա Սուքիասյան։ Ծիծաղով։ Մահացել, քո կերպարի լիաթոք ծիծաղելը, այն որ ասում են ծիծաղացնեմ, մարդա մահացել, այն որ ասում են ծիծաղացնեմ, սպանեմ, հիմա Էմիլն է, էլի։ Այս լուրջ հաղորդագրությունը մարտասպանության հոտվածով։ Այո։ Չէ, սև հումորի շարքից էր, բայց կարելի է Եթե իրականում ճշտել է էլի, այդ պատմությունը հավաստի աղբյուրներից է իրական։ ես կարծում եմ, որ մի քիչ ավելի հնարովի։ Դու բռնվեցիր Աննա։ Իսկ ես կարծում եմ սա կոնկրետ փուրն են ուզում տանի։ Արտյոմ կարծում եմ ժամանակն է։ Հրավիրենք մեր Հրավիրենք մեր հյուրին, բավարար սպասել էինք արդեն։ Հրավիրում ենք մեր հյուրին շատ հետաքրքիր խարիզմայով մի անձնավորության, շատ հետաքրքիր մարդու, որը եկավ մտավ բանակում ու ընդհանրապես մեր կյանք։ Բայց ոչ մեկ չէր սպասում, որ մեր հյուրը հենց ինքն է լինելու։ Հա, չգիտենք անշենք արել։ Չէ։
Դե որ մենք արեք մի գիծը ձգենք։ Անակնկալ է, էլի այսպես ասած։ Չէ, էլուր ձգենք այդ մարդը այդքան Արի մերն ջայ։ Surprise։ Հիմա որեք մեր հյուրին Սերգոյին։ Սերգոյին։ Սերգոն նույն ինքը Արամ։ Արամը, այո։ Արի Սերգո ջան, արի, ես քեզ ճանապարհտամ, բայց արգանքներս։ արի քեզ ճանապարհտամ, Ահա։ Սերգո ջան, նստի, Իմիջայլոց Սերգոյի տատուները ես նկատում եմ ավելացել է, չէ՞։ Այն ժամանակվանից մինչև Ու Սերգոն միշտ մի բան ձեռը կա, էլի, տես պայուսակ, չէ։ Մենք էլ իր համար սուրճը պատրաստել ենք։ ասենք ոչ մի տեղ թամ։ Ո՞ց ես ընկել ջան։ Լավ դուք ո՞նց եք։ Լավ է։ Կարոտել եմ շատ։ Պրես։ Մենք էլ, Դե գիտեմ որ ինձ տանել չես կարող ծառայությունից, բայց անկախ ամեն ինչից ես էլ եմ շատ սիրում։ Դե քեզ ասում եմ, էլ ոնց չսիրեմ, կողքես ես ապրում։ Գալետ ենք։ Արևաններ եք, հա։ Իմիջայլոց մենք արևաններ ենք։ Դե մենք էլ հաճախ հանդիպում Մենք ենք։ հաճախ հանդիպել ենք, դաժե հաճախ տեսել ենք։ Երևի միակը ես եմ, որ Սերգոին երկար ժամանակ էր, բավականին երկար ժամանակ չեմ Սերգեյ, հանդիպել։ Ես իմ ու քո հանդիպումը ինչքան հիշում եմ, մենակ սուպերմարկետի մեջ եմ քեզ։ Ապրես, դա էի ուզում ասել, որ այդ սուպերմարկետում պատահական, չգիտեմ, ուշ հանդիպում ենք Սերգոն ընդեղից, Չէ, մենք ես վերջերս Բակի բիսեդկում նույնիսկ Նստում նստում, բայց Իսկ սա լավ խելոք, հայաթում է։ Իսկ խելոք եք մնում այդ բիսեդկում, հարևանները ողոք բան։ Բացառվում է, Չէ, բան չէ։ չկա։ Իմ հայաթում գոռալ բան, Չկա, այդպես չէ։ սա շշուկով SMS-ով եք շփվում։ Դաշ գալի ականջին եմ ասում, ոչ պիտի։ Ես անկեղծ ասած ապշած եմ, այսինքն այնքան ժամանակ ունեմ, բիսեդկեն նստում են, հանգիստ են զբաղվում Չէ, են, դե երեկոյան ձեզ։ կոմիտասում հով ոնց չնի։ Իմ հայաթն է շատ սիրուն հայաթ։ Երկու բառով էլի հիմա ինչ ես անում, ինչով ես զբաղվում, ինչ զբաղվածություններ ունես։ Հա, կյանքից փոփոխություն է երևի ասեմ։ Սկսենք։ Մեծ սիրով ամուսնացել եմ։ Օ, Շնորհավոր։ ունեմ։ Մարիամ Շնորհավոր ունեմ։ եմ։ Նա հրաշք ունեմ աղբերներ։ Ես 3 տարի արդեն այդ կյանքի մեջ ապրում եմ։ Так что ինձ շատ հաճելի է, ասում այդ զգացողությունն էլ ունեմ։ Ընդհանուր առմամբ ասում եմ, առօրյաս ոնց ասեմ, պարապում եմ, գնում եմ տուն, հացս ուտում եմ, մնում եմ տունը, սպասում եմ կնոջս։ Պարապել սպորտը նկատում։ Հա, միանշանակ։ Միշտ այն գլխից կար, էդի Միշտ պայել ոնց ես։ կար, հա, տենց շարժվում եմ առաջ։ Այդ մի բանն է, որ ես չկարողացա էլի սաղ կյանքում ասեք։ Մի անգամ եղավ ինձ տիպեցի, որ այդ ջիմի բանը արա, որ պետքա գնամ բան պարապել։ 1, 2, 3 հաջորդ օր ահա։ Ես մի անգամ եմ գնացել, բայց շատ շուտ էլի 90-ականներին եմ գնացել սպորտզալ։ Ու գիտես ոնց է, մեր թաղի տղեկով ասեցինք, որոշեցինք, այն գիտես որ թվերն ա որ ամեն գարաժի մեջ Շվարցնեգերի բանը, Ստալոնների, Բրուսլի, ցանկացած ջիմում նկարները բան Կաչոկի նկար կար։ ու գնացինք բան, այդպես 90-ականներն ա, հիմիկվա ասենք զալերը չեն էլի, հագեցած չէ, ամեն ինչով տեխնիկայով 90-ականներին ինչ սովետից մնացել էր բան, այդ գիրաները, բան, այդ ջանգո, տասչամարտած բան Գնացինք կյանքումս առաջի անգամ որոշեցի բա շտանգեն հանեմ։ Հետո Այդ զամոկները կողքերը չկա դրած։ Թևերսի անհավասար ուժեր ունեն, չէ՞, սենց հանեցի, ջոգեցի, որ ձախը հելա, վաչը մնաց, ու ստեղ էլ մի հատ տղա շնորհողներն է կոչվում, 3 հատ գիր դում գլխին։ Ու այդ օրվանից էլ չգնացի ես։ Ճիշտ ես պատմում։ Մարդու գլխի։ Ամեն հարևանի տղեն։ Այդ մեզ էլի հումորից էր մածել։ Շորոտ կոչկելուց է բանը։ Ես մեղ չունեի, պրոստը ինձ հիշացրեցիք տենց մի հատ բան, որը եկավ։ Կաչոկի նկարը, մեր մոտ բիչոկի նկար։ Բայց հումորիցով է մահացել։ Բայց իմացա ինչ է, ասում համբարձումյանական հումոր, այսինքն համբարձումին նայելուց նենց ծիծաղել մի հանդիսատես, որ մահացել է, ճիշտ ասած չեմ Ես հավատում։ չեմ հավատում։ Հա, սև Ես հումորի կասեի շարքից, հա։ Բայց ամեն դեպքում երջանիկ մա ես ասեմ։ Ես մանայ։ Հա, Մեր խնդալու հայատում տատիկար ընկերս, քո դարդից, քո համար անհանգստանալու այդ մտքերից։ Չէ, չէր մահացել, բայց որ իմ հայատից է, իմ հայատ եղել ես գիտես, որ ոնց կիմանամ որ դեպքը էլ վատացել էր դուր։ Քո համար անհանգստանալու սա։ Ինձ որ հետո բռնսրեց, գիտես ոնց չեր սիրում Ոնց ինձ։ կսիրել։ Սունկով հայատի մեջ գիտես ոնց էր լարային ինձ։ Արի խոսանք կերպարից, որը Ինչա բերել։ ինքը այդ բացասական բանը ուներ, այդ ինտրիգաները պահում էր։ Ընդհանրապես ոնց էր այդ տարիներին փողոցում շարժվում։ Վայ։ Հերիք չի ասում որ փողոցում մի քիչ ասենք փողոցային տերմինով արտահայտվենք փողոցային մարդ ենք հայաթը դե ցախ ճանաչում էլ պատկերացրեք մի հատ բանակում իդե բանակումս էլ ասեմ ախպերներ սկսել եմ երազանքից
Մի օր sense տունը նստած եմ, դա իրական sense դեպք եմ պատմում։ Տունը նստած sense բանակումն եմ նայում, այդ վաղտ որտեղ է ախպեր, եթե չեմ սխալվում, խաղապազորքեր բնեից տեղափոխել էին խաղապազորքեր, որ պիտի ծառայեն։ Ես հիշում եմ, որ դու մինչև նկարում ընդեղ էիր։ Ես ընդեղ եմ էլ, դե հետո որ իմացա դուք էլ խաղապազորքերում եք նկարանում, այն որ դիստանցիա կար, էլի, ձեզի մոտիկանալը մի քիչ բան էր, դե մեր ծառայություն, ձեզ էլ չէին կարում տենենք, տունը անընդհատ այսպես նայել եմ տելեզորով, ու այն որ տղու պես եմ, որ ասի Դենս աստված ջան, մի օր կնկարվեմ, թե չէ, մամայի արեք։ Ու այդ պատահականությունը չերես կբեամ ոնց որ ստացվեց։ Բայց ոնց, այսինքն Հայկը քեզ տեսել է այդտեղ, Զորամասում, Զորամասում տեսե, հա, ոնց որ մի թեթև ձեր սյոմշնի տղաների հետ ոնց որ sense մի թեթև զրույց գնաց, եթե իմ հիշողությունը ինձի պատվադից չի անում, դու էիր մեկ էլ մխոներ։ Ճիշտ է, ես այս թեմաների մեջ միշտ ես եմ։ Որ ուզեցել են ոնց որ արդեն ես կռահում էի։ Ոնց որ ուզեցել են տղեկ ընդեի նկարվեն, Էմիլն ու Վայթեմ, եթե չեմ սխալվում, մխոն հողում։ Ասին չէ, տղեկը նեղվան, բայանեմ խի չէ։ Ես էլ այդպես ջոգիր եմ, որ յանբո, ես խի չէ, այդպես գոռոզեք ձեզի պամ, հələ չկամ ձեր ջոգին, ձեր դիրքերում ձեր հետ։ Ու տենց ոնց որ բախվերներ բացատրում են, որ բրատ նկարա բանա գցում են 1000, ասում եմ ես զինվոր տաղեն քո նկար ուր դե պիտի գցի։ Ոչ եմ, այն որ ու կոնտակտ է։ եղավ։ Հա, ու տենց կապում, կբյանը դու մեսա տենց հետևում է, էլի, այդ իմ երևի այդ միմիկաները, ժեստիկուլյացիա, հասկացողություն, բան։ Какой типаж, էլի։ Հա, էսի լավն է էսի, էլի, ինգեր ու տենց կանչում են ձեր մոտ։ Իսկ կաստինգը ոնց ա եղել։ Վայ, ախպեր։ Շատ լավ, շատ ակնկալեց բացավ կասիկը, վայ։ Չի ուզում պատմի, էլի այտենց։ Որ տունը նստած նայեմ, որ անկեղծ ասեմ, այս դեպքերը այս ամեն ինչը որ ելնում է, էլի դե աչերիդներ ձեր հերթական կինոներն եմ նայում ընկեր։ Ու իմ ծառայությունն եմ հիշում, որ ամեն կերպար տեսել եմ իմ ծառայության մեջ, համբարձումի կերպարն եմ տեսել, ընդժանի կերպարն եմ տեսել, ախպեր, սաղի ընդուք, քո կերպարն եմ տեսել, հա, տենց մեծ մարդ է, էլի, ջոգիր ինքնա չաստում, էլի, սենց, ասենք, քոպես օֆիցեր եմ տեսել չսիրվող, էլի, որ չսիրեմ, բայց դե, ծառայության մեջ, ինքն էլ ինձի տանել չի կարացել, էլի։ Ու սաղ կերպարները, որ տենում են, բան, կանչում են, ես է շորտիկով, պլեչիկ մայկով, ապելսինը ձեռս։ Դե էտի շատ տնես նիզապն են կանչում ինձի, ու պատկերցրում նստած եմ, ու ինձի զանգում են, ոչ եմ բանակում մի բան, մամայի արև, ասում եմ, մի հատ է կարգանեք, ինչ եք ասում։ Բա բանակում մի բան տեղից ոնց սկայել եմ շորտիկ, մայկով շուտ ձեր մոտ։ Նայ, քո կերպարը որ մտավ, լիմոնով մտավ։ Հա։ Այդ եմ էլի ուզում հասկանամ, այդ ապելսինի ու հա, լիմոնի այդ կապը։ Դե եթե սես նայեմ, լիմոն կյանքում դե չես կարա, չէ, հանես ուտես։ Կծես ու կարող է էթաս։ Այդ ասենք ապելսինը զուտեն իր կալորությունը ձեռիդ մեջ հարմար է, չէ, մանտալ է, հետո սկսում ճզմելը, խաղալ է, հետո ցակում ես, հոп, նռամպես սոկը խմեցիր։ Այդ կաստինգի ժամանակ է որ վերջացի, ինձ այդպես ճիշտն ասեմ, ինձի խոստացել են, որ դու կքայլես միայն ապելսինով։ Այսինքն այդ միտքը եղել է նրանից, որ դու ապելսինով մտել ես, կաստինգում տեսել են այդ ու կերպարի մեջ։ Ու կերպարի մեջ ասել են, դե ավելի լավա ձեռդ ապելսին, հետո էլ չգիտեմ խիգցին բռնին, որ ապելսինը եկած չի։ Եկած չի։ Սեզոն չի։ Եկած չի։ Հա, դու ամառն ես եկել։ Ասես բանես ասում ես մահավոր չէ, եկած է։ Քեզ լիմոն են տալի, էդ էլ է եկած, արջ չկա։ Լիմոնը բոլոր սեզոններում կա, հա, էլի կա, ախպեր, շատ օգտակար է։ Ու տենց այդ լիմոնով մենեմ ձեզ։ Հա, ձեր շարքերը։ Բայց մինչև ձեր շարքերը ընկնել, իհարկե մեծացել եմ քո սիտկոմների ու քո ներկայացումների տակ ենք մեծացել։ Հա, սիրիոզնի։ Չես հիշում կոյքին, որ նստած էր, էսի անկեղծ եմ պատում ձեզի։ Մտել եմ դե վարնա է, չէ, սաղին տեսել ես ընդ։ Ինչ օբրազ կա, էլի ախպեր, ասենք։ Արդյոք տենում եմ, դե գիտեմ, որ մեծ մարդ է անգեր, էլի։ Դե ինձանից որ հաստատ մեծ է, որ մենք 10-20 տարեկան էինք, ինքը եթե իմ հայատից ելներ, կլներ մեծ ախպեր ես, միտքը։ Հետո կմեծանա իրա բոյինգը դառնայի, կլնեինք ընկերներ, միտքը։ Եկա, որ ձերս տնկել եմ, ուզում եմ ասեմ բարև, էլի, որ գրգեմ միա։ Ճարտ եմ։ Սենց արես, նայես ես կոյքին նստած ախպեր ես։ Չեմ հիշում բայց։ Սենց արեց, ոսա, ֆրացեց։ Բարև։ Ու այսպես թեքվավ, դեմքով պատուհանին, այսպես նստավ։
Մեջքի հետևը նայում եմ, յանքի ախպեր։ Չհասցրի բարևից հետո ասեմ, որ քեզ ինչքան շատ ենք սիրում, էդի սիրիոզնի, էդի այդ վաղ այդ դու ջոմես ես 10 տքան տարի սպասել եմ, որ միշտ մտարիթը քեզ ասեմ։ Էդ ինձ թվում է դու եկել ես այն տեսարաններին եսին որ երրորդ բանին է որ սաղած հոգնած մեռած են գնում։ ու ես տեսել եմ անծանոթ մարդախոսի բարի։ Դու ընդհանրապես բան այդ բանը հակնում էիր, ուշտատը ֆռում էիր պատիկով ու վсё չկար արդեն։ Հարց չկա ախպեր։ Բայց դու մեր մանկության ասենք Բայց քո կյանքի մեռնի, Սենց մեռնեմ ջանի։ Մենք մեծացել ենք, քո տակ էի ուզում ասել, բայց Ես ուզում եմ այստեղ փոքրինչ հակադարձեմ։ Լիմոնը շնորհավոր քո կերպարի մեջ է։ Այս նախագծի ու ես դրա համար շատ շնորհակալ եմ։ Մեր տղերքին էլ, աղջիկերքին էլ, այս նախագծում շատ-շատերը երկար տարիներ անց հասան շատ լավ բարձունքների, բայց այս նախագծում ոչ ոք աստղային հիվանդությունով չտառապեց, չգոռոզացավ, ընկերներին չմոռացավ։ Այսինքն ես այս համեմատությունը խի եմ անում, որովհետև ուրիշ նախագծերում էլ մասնակցել եմ եւ զրոյական կետից այդ մարտիկ սկսել եմ, ոնց որ մենք բոլորը սկսել ենք զրոյական կետից։ Բայց ուղղակի նայ, չեմ կարա չհամաձայնել Սերգոյի հետ, որտեվ ինքը այդ տպավորությունն է ստացել։ Միգուցե ինչ-որ մի բան եղել է, չգիտեմ։ Բայց էգոիստության մեջ вообще վատ բան չկա ներողություն, գոռոզնելը շատ հիասքանչ բան է։ Չէ, բան չեմ Ես որ ես եմ բայց չէ, բան իմ տպավորությունն եմ, էլի ես ասում, այսքան երկար տարիների, եթե ինչ որ մեկ օրինակ մեր դիտողներից կասի, որ ինչ որ մի հատ դեպք ա եղել, որ դրսում տեսել է ինչ որ մեկին ու ինչ որ կոնտակտի մեջ գոռոզություն ա զգացել, ես միշտ ասեմ, նմանատիպ դեպքերում փնտրեք սխալը ձեր վերաբերմունքի, ձեր մոտեցման մեջ, այո, ես Այդքան տեղը ոնց որ դասատու խոսար, չէ։ Բայց սխալ եմ ասում։ Սխալ եմ ասում։ Բայց չմոռանանք, որ հայազգիտ մեծամասնությունը ով կինո մեր նայել է, ասեմ, ես շատ մեծ հալածանքներ եմ ստացել կինոյի պատճառով, ինչի համար շատ ուրախ եմ։ Ընձի Գեժձևի էլ տատիները տպել են, էլ սուպերմարկետից լարել են։ Էլ ինչ ասեմ, բռատ, էլ որ մի ինգերոջ տուն մտնում էի, պապը իմանում էր բանակումի արամնա, մորս թանգարև երթում եմ տում, լարում էր տանից ինձի։ Հանգարց սրան էլ չբերեք, մեր տունը գեր Տատի այլ է մի ժամ կողքս նստացել է բանակումը նայել է չի իմացել ես ով եմ հենց թորը միամիտ գնացի ականջին ասել է գիտես բանակումի արամնա արա գիտես հելա վնձի ինչ արեցա դե ուրեմն մի օր մետրո եմ նստում Արտյոմ ջան այսպես ասեմ Մինաշ ջան մի օր մետրո եմ ուզում նստել մի օր ուզում եմ այդ էսկալատորները իջնեմ ռազմական ոստիկանությունը թե կանգնած է տղեկ ես է սյոմքից հելել եմ եկել եմ ուզում եմ նստեմ որ այդամ բարեկամություն что-то տես բան էի գծել Բա ցավոք սրտի ախպեր խաղապանների ֆորմով ես եմ լինում հիմի в общем ճում եմ ռազմականը կանգնեցնում հա ես էլ ահա որ լուրջ եմ կերե հիմի այսօր էս էթուն այդ դե խաղապանից որ հելնում էի բան անցակետով էր էլի թղթով էր հա ես համ այնտեղ որպես ասենք համաաշխատող խաղապազորքում համ ոնց որ սյոմշնի ունեի ձեր հետ ու տենց համ անկավ պիտի եթամ Ինձ էլ ինչ անցակետ ախպեր, հասա այդ անտեր այդ մետրոն մտա այդ էսկալատորը ոտոս ուզում եմ դնեմ վերցին երկու օքով, բա այսուր, ասում եմ տուն ախպեր, բա ուր դուց, ասում եմ դե ոնց ասեմ համ ծառայությունից, համ սյոմքից ախպեր, բա մեկն ու մեկը, ասի դե երևի ավելի ճիշտ ասեմ սյոմքից ախպեր, ասի սյոմքից, բայց չգիտեմ ինչ խնդիր է, բա դու մեկն ու մեկը երկուսի իրար չեր դե ասի չասեմ գործը ասեմ սյոմքա մի քիչ կդրենք, անցնենք, էլի ախպեր, հա։ Բա անցակետի թուղթը, ասում եմ չունեմ։ Դու Բշտիկյանի քվորտեղ են, ես ախպեր ես նայում եմ, ասում եմ չեմ քերին ուրիշ լավ է։ Բայց դու Բշտիկյան արա ու տենց ասում եմ, հա Բշտիկյան ասում եմ մամայիս ախպերն է, բան, սենց։ Հա, բա Բշտիկյանի հետ մենք չունենք, իրան չենք սիրում ընդհանրապես, քեզ չենք թողում։ Արա ես է կերել եմ, ասում եմ ոնց ախպերից, չեք թողում, ի՞նչ եք ուզում անեք եւ։ Դու մի ասում իջը վերջ հումոր են անում իմ հետ, ընկեր ես էլ հա մտածում եմ ոնց խաղապայից հելել եմ, անցակետ չունեմ, սո չեպեյա։ Ահա այդպես գնացել եմ ընկեր։ Իրանք էլ են տաղանդավոր արտիստներ եղել, որ խաղացել են դու այն որ քիչ առաջ ասում էիր որ բանը տատիները խոսում էին բան այդ խոսման դրա մասին որ կերպարը այնքան անկեղծ է եղել որ մարդիկ հավատացել են իրական երևի հետ եմ էլի ուրեմն ես ոնց հասկացա կաստինգից որ դու պատմեցիր քեզ ասել են Սերգո ջան մի խաղա ուղղակի անունդ փոխում է դու ոնց կաս տենց է ստացվել է միանշանակ ու ես մենակ Սերգոյի համար չեմ ասում ընդհանրապես բոլոր կերպարները
ես համարում եմ ստացված, որովհետև այլ տարբերակ չկա, եթե ստացված չլներ, չէր։ Միջը միանշանակ շատ սիրված կինո է, էլի, ես էդի Էլի պատմություն կա, հիշես տենց ինտրիգային։ Ինտրիգային էլի։ Այդպես բան որ ասում ես, իմ մեջ մի հատ պատմություն է, տենց ինտրիգային գալիս, որ տապվելա ապաստի պատմություն է։ Անձի միևնույն ժամանակ կարային ասենք չհասկանային, որ ես ասենք դերասան զինվոր եմ, ինձ չթողեին ընդոս դուրս գամ։ Ուրեմն մի օր տենց, տես շարունակական մեր սյոմկեքն է ախպեր աչերեդնայ, մի տեն նստած եմ։ Եկել մի հատ զանգ է գալի ձեռիս, շատ լավ ընձի հարազատ է այդ կռուգից է, էլի ուրդեից որ ինձ ման են գալի, զանգից ասեց, բրա դու ծառայում ես, ասի հիմա էլ չէ, դե այդ վաղտ արդեն խաղապայից դուրս եմ, ասի հիմա էլ չեմ ծառայում, բայց սյոմկի առումով ծառայում եմ։ Ասեց ապե գեներալը խիա քեզանով հետաքրքրվում, ասում եմ որ գեներալը ախպեր։ Ասում եմ, ես ինչ է, ասում եմ, բոշում քեզ են հարցնում, ասում եմ, այսինքն ինձ հարցնում են, ինչ եմ արա։ Լավ չես ծառայում ախպեր։ Ոնց լավ չեմ ծառայեն գեր։ Ասում եմ, ապե բոշում գեներալը պիտի քեզ տենա։ Օպա։ Ասի բոշում ես շորտիկով բանով, բամարա ջոգի, ասի բռը։ Էլի ապելսինը բա։ Խոսքի այդ վաղ տավայթեմ նուրն էր ձեր։ Բամարեր, հա, կարարնի նուր, որ հաճախակի եմ ասենք։ Ամի շորտիկով եմ բանով եմ, ասում եմ բռը, շորտիկով, մայկով, ոչ եմ, էլի իմ հայաթի մեջ եմ։ Ասես չփոխվի։ Ասինքն սիրիոսնի է, որ ինձ արդեն փոխել եք տալի շորերը, այդ ոնց որ էթում եմ, էլի։ Բայց հեսա գալիս եմ ախպեր։ Եկավ բացատրեց, ասես բռը, արի լուչը տանեմ, դու գեներալը տենա, ասենք որ դու ոնց որ զինվոր դերասան ես, ախպեր, ոչ թե զինվոր ես, ասում եմ, ուտես ճանապարհը երկար զրուցելով, դե ոչ չեմ խո դանելու, ասեք, չկա փախնելու։ Գնամ սիրուն, հա, իշքան էլ վախը դեմքիս ասեք, այդան, բայց դե հերրու եմ այդում եմ։ Փոխվի, նուրը փոխի, բանալը վերցրով։ Սաղ ախպեր, սաղ փոխվա սիրուն հագնվա ընգեր, հələ դաժը գնաց, հիշում եմ, որ Արստավյասի կաղա գեներալին պարտադիր է թրաշված այդա մոտը, բայց չի ապե նորմալ է տենց արի։ Մի խոսքով, դումկեքով այդում եմ, որ մտնեմ առաջինը ոնց դիմեմ։ Ասենք Պարոնեսիչյան, թե գեներալ ջան, թե հոպար, թե արասում եմ լավ մի հատ թեք բառ ես ասելու, вообще ճակատագրական կա։ Ավելի լավ ձեն չանես։ Վա, ուտեց այդում եմ, սա անկեղծ ասեմ, տղեկ գնացինք ասենք վառոտների մեջ, վառոտների դեմը ներողություն դուրս ինձ բացին, մի 5-6 հոգի ջոգիր, ասի դա вообще լավ չի որ ստե, մտաբեկել։ Բարև ձեզ, դե գեներալը շատ տենց հիասքանչ մարդ էր ընկեր, հա, ասեց։ Արա, այ դերասանս, քեզ խեմ բերես, դե, ասի, գեներալ ջան ճիշտ ասած, ասի, բերել են, ու այսպես եմ անում, այդ բառի վրա կանգ եմ, ոչ գիտեմ, ասեմ, գեներալի մոտ ոչ ոնց, ասում եմ, գեներալ ջան, ասում եմ, բերել են ստեկ, էսյան ընկեր, սենց ֆրազ ոշեմ, ընկերոջ արտոց, ասես խես բերես երիտասարդին, են, ինքը լավ դերասանն է, բայց ես պետ ուզում եմ իմանամ, ինքը խիա տես ծառայ, ինքն եմ մոլի ծառայող է էլի, ընկեր, վատ ծառայելուն է շատ վատ է նայող։ Դե հա։ Հմի ոշումը ու ասեմ, իա մոտ միջև չասի արտահայտվի, անկեղծ եմ ասում լուչը չխոսես բառը, դու չասի դու բանվոր ես, նու միտքը ես բանվոր եմ, օրինակ սենց կաղա նայվի, ու կավարտին որ կասես դու ով ես էլի, ու տենց լիքը դու խես վատ ծառայ բան, կողից դաժե որ ով գիտի որ ես դերասան եմ, դաժե չի ուզում ասի որ գեներալ ջան, այստեղ են դերասան ախպես զինվոր չի ծառայող չի ու տենց ասում ա մի հանքի ինձի, վերջում ասի թույլ կտակ էլի երևի ես էլ իմ խոսքը ասեմ սա դատա վճիռը 10-ը կայացնելու եմ հեսա վերջում սնայի ու տենց անկեղծ ասեմ միակ ոնց ավելի տենց սլենգս ճիշտ կլինի ասեմ միակ ձևը որ կարայի ասեի որ ես դերասան եմ ու բիդիտ ձևս հանի սիրուն ասի գեներալ ջան էսի ֆիլմն է էսի ես եմ ու դերասան եմ ես որ զինվոր եմ ես դաժե զինվոր վախտում շատ կարգապահ եմ էլի 90-ականների ծառայող ենք եղել 2000-ական միտքս են նստած նայեց վեր սցեց արա սցես բախ չի կասում որ այստեղ են դերասան Ժերտվա է գերել ու հիմա իմ մեջ հարց առաջանում գեներալներ ուզում ընձի տենար թե ստե մեկ ուզում էր տենար բերին գեներալի ձեռով մի բանալներ այդպես Փառք Աստծո ախպեր, թողին ընձի հա շատ սիրուն, ասին էդի դերնա, ասի իհարկե էդի դերնա, հələ դաժե կոնտրոլնի ասեց,
դե գոնե դերիդ մեջ մի քիչ զինվորի կեցված կունեցի, էլի, ասի խնդիր չկա, ճկումներ արե, ասի խնդիր չկա, ուղղությունները տվել է, ռեժիսորական ուղղությունները, պալյուբում ասես կեցված կը։ Օրինակ մեզ դիջեն կերպարներից օրինակ տեն զանգեն բան։ Ես կարամ անկեղծ պատասխանեմ, սա գիտեն դու քո կերպարի մեջ դու նույնն ես, քո հետ ինչ գլուխ դնեն, պատկերցրի, օրինակ մինասին Գոչունես են նրանք բերես թե տունը վարի կտա։ Գիտես ինչքան են արստալի, բրոդ համբարձումը լուրջը տենց, հա։ Ասում եմ լուրջը տենց ոնց։ Սկսում եմ ջոգեմ, կա 3-4 ձև տարբերակ, կա տսրածա, գժվացա, խելրելա, ախպեր, դեբիլոտա, չգիտեմ որն ես տենում, ասում եմ մի քիչ դե նուրբ են ուզում խոսան, մի քիչ գժոտ, ասում եմ չէ, սաղս ենք պասոցի գժոտ։ ով գիշի մեր հետ չի։ Հա, ով գիշի, մեր պապական ասած вообще մեր հետ կապ չունի, բայց չէ ինքը գիշի։ Ինքը լավն է, ասենք Մինասի վերաբերալ են հարցերը, օրինակ, բայց այդ խիտենց, բանս վերջում Մինասը ասեց, էլի ով են, բան ասի ուրեմն լսեք, եթե ուզում եք իմանաք, անկեղծ ասեմ, вообще պիտի 4 պատի արանքում լինի մի հոգի, որ ինքը խաղաղության աղավնին է, ինքը ասողն է, իրան լսողներ կան, նենց չի մենք լսողներ, ու կան է, տես տարբերակ էին դնում, Մինասը լավ տղայա չաստում, Սաղը տենց սրեդնի եք, արա ասում եմ, հա, կինոյի մեջ, տենց է, բայց մինաս են կերպան, ու մեթաս հարցով դիմես, ճոգեր, որ հարցը կցի տեղը, համբարձում են, են տեսակնա, որ իր հետ պիտի գլուխ չտնես։ Որ եթաս կցի ոտի։ Հա, որ հարցի մեջ քեզի կցի, քաջիկի հետ խոսքի վաբշե գլուխ պիտի չտնես միտքը, ասենք օրինակ Ժանի վերաբերել հարց են տալի, ինքը հետ տեսակնա, ասում եմ, որ տեսակը ձիվսյա չի է իրա տեսակը, հա, էլ ինքը տես նուրբ, ասում եմ, չէ, հարա, զանգեմ ձենը, լսեք, կոշտ ձեն ունի այդ տղը, դու պատկերացնում ես սաղի մոտ ոնց որ մեր կերպարները ասոցացված էլ են, մենք այդ տեսակն ենք, ոնց կանք։ Դա էլի խոսում է, իհարկե, Են որ Սամոն քեզի խի չի սիրում կներես, Մուսենը քեզ խի տանել չի կարում։ Դե ասում եմ, բա զինվոր եմ նեղացնում միտքը, կամ էլ իրականում չի սիրում եմ մի տենց ոնց որ հարց կա, չէ, ես զինվոր եմ ինքը օֆիցեր է, տես նա ես դա անում։ Կարա լինի ախպեր։ Այդ Սյոնկով անձի ճնշում եմ իմ արտեն ինչ է։ Ես մի բան հասկացա, որ դու այդ տարիներին ու դրանից հաջորդող տարիներին բացի նրանից որ տանջվել ես Սյոմշնի պլաշատքում, շարունակում ես տանջվել։ Ահա, առօրյա կյանքում։ Բացատրելով այդ ամենը, որ ով են, որը հետո ախպեր։ Ում հետ ես ընկերություն անում, ես է շատ անկեղծ մարդ եմ, չէ, ես չոր շատ անկեղծ եմ։ Ու տենց հարցեր առաջանում, ում ես շատ սիրում, ով է լավը, ում տանել չես կարացեն դե, ում հետ չես շփվել вообще։ Ես էլ որը որ ճիշտն է, պիտի ասեմ, ում շատ եմ սիրե, ում չեմ սիրե։ Ուզում եմ հասկանամ, если որ սա ասում ես խես, այդ չսիրելու ժամանակը իմ կողմն է։ Էլի ասեք։ Որ սիրես է ասեմ, ում չեմ սիրել, շատ եմ սիրում, եկածա, ում շատ եմ սիրե, ում չեմ սիրե։ Սարիկը հստակ ցտա։ Վայ վեր։ Ես կարամ անկեղծ ասեմ։ Առասրեք որ քո հետ Սյոմշնի ժամանակ է մի շփվե։ Դու տենց իմ համար շատ սենց էս տեսակ տղա ես էլ, էս ծան, հայրիկ ես եղի իմ համար։ Պատկերացիր, պապա։ Պատկերացիր, պապա։ պատկերացրիր պապա։ Վայ սիրո։ Ու քանի որ ես տես կուտակել եմ իմ մեջ, որ քեզ չսիրել է եկածայել է կինոից, չնայած որ սուպերմարկետներում քեզ տենալուց միշտ փաթաթվել պաչելեմ կինոս ասում էր բայց էսի տղաներ որ պիտի չսիրեին իրան Ու իջալոց սուպերմարկետում որ մենք հանդիպում ենք, ես ու Սերգո, այդ մեծ սուպերմարկետի մի մեծ մասը իմանում է որ մենք հանդիպել ենք, այդպես մեծ աղմուկ է, հա, ասում եմ դե դի Սյոմշնի ժամանակա որ չենք սիրում, էսի առօրյա պիտի տենաս փաթաթվես, իդե փաթաթվելուն վերաբերյալ, ես հիշում եմ իմ ու քո Սյոմշնի ժամանակ մի հատ իր մայկի հետ կապված խնդիր էր առաջացել, Էրիկի ձեռից որ վերցրել էի, հա, չէ, ես տես մի հատ բան եմ հիշում, եկար նկատողություն արի, տենց սես մատը թաղ տվիր վրես։ Ում մայկեն էր, ում մայկեն էր։ Էրիկի, եթե չեմ սխում, կերպարով Էրիկ էր անունը,
մեր ինչ որ մի հատ խելոք տղայի ձեռքից վերցրել է։ Իկար ասիր քեզ վերցրել։ Աղոտ հիշում եմ ինչ որ մայկա չունեմ բան, բա շուտ վերադարձու։ Լավ տեսա անել։ Կվերադարձնեմ։ Հարազատ, այդ ամեն ինչը հասկանալով հանդերձ թե ինչից է եկել մեր մեջի խնդիրը, վերջի վերջը զինվորներից է բան վերցրել։ Հայ ազգի ասած այն համոգագոն ալիգատորների էլի, տենց են իրանց չա։ Գալի ասում են իրանք իրականում իրանք սիրոզնի ալիգատոր են, ասում եմ լավ չես խմ կռակաձիլ չեն իրական էլի։ Մարդ են ախպեր, պրոստա զույգ են ալիգատոր են, իրանց են վեշերը որ վերցրել են բան, ընձի այդ ամեն ինչը վերիշելով թես ինչ խնդիրներ եմ ունեցել, մանավանդ քո հետ, իմ ծառայությունը լավ էս թթվածրել ին վրա հարազատ։ Մայքեն էս բեր։ Մայքեն աբե։ Մայքեն տամ, ծառայությունը լավ է ստացվել։ ինձ ասում են բայց Մայքեն խես այդ զինվորի, արասի լավ, որ առիթ կլինի կտանեմ Մայքեն հետ կտամ։ Բայց ես հիշում եմ որ ասում էր գնար, չէ՞ քո փողով։ Ասում էր գնար ու գնաց է Առել եմ, էտելա քիչ։ Շեշտեմ իդեպ իշքան եմ տվեմ ու անուն տտսում եմ մորս ստեն առնել տվին վերջը Մայքեն են։ Մայքեն երեք չի ծառայությունը Արզա, հա։ Հիմա ես բերել ես այս Մայքենից։ Տամ քեզ հիշողություն նրան որ ասա թե վար Մայքեն։ Տամ քեզ հիշողություն են նրան որ ես այն զինվորներից չեմ եղել էլի քո որ զինվորներին նեղացնեմ, պրոստը պահ է ասելու մեջից։ Որ պիտի շոր ունենայի հակնեի, հարց կա հակա, եկար ասիր, հիմա էլ չենք ծառայում, քանի որ դու հիմա օֆիցերը չես, հարկ եմ գտնում, քո այդ բարիշելու համար, էսի վերադարձնեմ, կուզես կտա սերիկին, կուզես դու կհակնես, որսի ժամանակ պրիտոմ աղբեր, եթե որսի հետ ունես չէ ձուկ բռնելու։ Ես ես որոշեցի, ես շատ թանկ նվեր է իսկականից։ Շատ լավն էր, օրիգինալ նվեր է։ Հարկի մեջ էի ուզում դնել։ Բայց ինձ թվում է թե սա պիտի գտնի երևի իր հասցիա տիրոջը։ Էրիկին։ Գիտեմ, երևի կամ Էրիկին կգտնենք իրականում կասենք Արամը փոխանցել է հաղորդման յուր, ապել Մայքեն փոխանցել։ Ես ամենայն դեպս ապրես։ Հա, էլի շատ շնորհակալ եմ Դուրսը вообще տենամ ուրախանամ քեզ ախպեր, թե չէ նստված կա։ Իսկ եթե չէ քո ասացի պես, այս Մայքեն ես հագնելու եմ։ Հա, Սերգյան։ Շնորհակալ եմ։ Չէ, նստված կա։ Բարշեցինք, էլի։ Բարշեցինք։ Եկածա։ Առասարակ ձերից շփվելն է եկած։ Հիշում ես որ փոքր ժամանակ որ խռովում էին երկու հոգի, ինչ որ մեկը բարշացնում էր, այն որ իբր չեն ուզում բարշեն, այն որ սենց էին, ձեր տալիս են եկող էին նայում, էլի։ Ինձի փոքր ժամանակ որ մեր մեծեր ուզում էին բարշացնեին, այն որ չէին ուզում բարշեին, մի հատ որ խնդրեմ սենց էին անում։ Հա։ Այդպես բանը։ Սեր քեզ մոտ ուզում եմ հարցնամ, քո կարծիքով ո՞րն է ամենա հիմա պահանջված, ամենաակտուալ մասնագիտությունը։ Որ 2000-ական թվականներին հարցներ, երևի ուրիշ բան պատասխանեմ, բայց քանի որ հիմի ես 2025 թվի մեջ ու հասկանում եմ ինչն է ավելի ակտուալ, կուրսայինով ոնց հասկանում եմ այդ IT ոլորտն է շատ ակտուալ։ Ծրագրավորումը, հա, դե տարբեր սեկցիաներ ունի, դիզայներական եւ այլն շուտ բաներ։ Իրականում ճիշտ է, մեր գործընկեր Էլբակյան կրթահամալիրը հրավիրում է սովորելու վեբ ծրագրավորում, գրաֆիկ դիզայն, ռոբոտաշինություն, UI, UX դիզայն, SMM, օտար լեզուներ ու շատ էլի այլ առարկաներ։ Դե մենակ օտար լեզուն ասկիցը։ Հա, այդտեղից տեղա որ պետք է գնաս ու ես ասեմ ովքեր կարող են գնալ, մոտավորապես ինչ տարիքային սահմանափակումներ կան, կարելի ասել չկա, որովհետև կարող են գնալ 6 տարեկանից մինչև 70, 80, 90, մի խոսքով ով ինչքան որ ձգի։ Այսինքն ես ու տղես է կարող գնանք սովորենք, էլի։ Գև ջան, իսկ ինչ առավելություններ ունի Էլբակյան կրթահամալիրը։ Էլբակյան կրթահամալիրը շատ առավելություններ ունի։ Ես մի քանիսը թվարկեմ, էլի, ասենք Թույլ եք տալի, շնորհակալություն։ Ուրեմն լսարանները շատ հարմարավետ են, համակարգիչները նոր են ու որակյալ, կարող են ընդունվել առանց նախնական գիտելիքների, կարող եք սովորել ինչպես օֆլայն, այնպես էլ օնլայն տարբերակով, վերջինս հիմնականում մարզերի կամ արտերկրի ուսանողների համար է նախատեսված։ Այսինքն ճկուն ժամային գրաֆիկ է, ասենք կարող եք ընտրել ձեզ համար հարմար ժամ, առավոտյան ժամը 9-ից մինչև 23-ը ընկած հատվածում։ Բացի դրանից ունեն նաև լողացող գրաֆիկ հերթափոխով աշխատող ուսանողների համար։ Հա, մի շատ կարևոր բան էլ ասեմ, ավարտելուց հետո Էլբակյան կրթահամալիրը օգնում է իր ուսանողներին գտնել աշխատանք։
Այսինքն այս չէ՞ էլի որ սովորացնում, վերջացնում են, վերջում ասում են հաջողություն ստեցությունից մենք ձեզ Զանգահարենք։ Հա, չէ, այդ տարբերակը չկա։ Էլբակյան կրտահամալիրի հասցնեն են Ամիրյան 4 եւ Ռաֆու 19-ը։ Հեռախոսահամար 096 8888 44։ Պաշտի գոլդոտ է էլի։ 28 96-ով 88 44 շատ հեշտ է։ Շատ։ Բան չասի։ Բարի օր ձեզ։ Բայց մանավանդ որ հանգարց գործի են տանում ընդունում, այդ շատ լավ է ախպեր, այդ շատ լավ։ Որ միտե ավարտում ես իրանց թեկուզ գումար ես վճարում վերջի որ սովորացնում են, ավարտելուց հետո որ քեզի ապահովում են թեկուզ ընթացիկ քո աշխատանքը, այդ շատ լավ է, դա շատ լավ է ախպեր, դա ոչ թե իմ ասացին մենք ձեզ կզանգահարենք։ Մերսի որ ավարտեցիք բարիք շրջեց, էլի։ Մենք ձեզ կզանգահարենք, դա տրադիցիոն ոնց որ ասում է գործատուների Գնարի Գուրգեն Մահարի ասում է։ Սերգել ինչ պատմություն կա, որ կհիշես, որ տես տպավորվել է քո մեջ։ Հա, ես ցավում եմ, որ ձեր եթերը այդքան չի երիքցնի, որ ես պատմեմ ինչքան բան կա իմ Էլի կգաս կատարված մեծիրով, որ տենակ մեկը չի գալի կանչեք ընձի էլի, կգամ պատմեմ։ Հա, անկեղծ ասած ձեր բանակում այդ սյոմքի էլի ձերն էի ասում պատկերացնում ես, թե չեմ ադապտացվել ես էլ դա։ Всё, մայքեն տվել ես, բարշել ենք ասա մեջ։ Չէ, ասա մեջ։ Ձերն եմ, արդ չկա։ Ես որ ասեմ ձերն եմ, էլի, այսինքն։ Այս շռամած դե մարդիկ գիտեն յա իրական չի, էլի։ Ահա, ճիշտ է, ճիշտ թեմա է։ Շատ խոսակցություններ, անգամ գրած, որ սևանում ենք։ Ինձ միլիոն անգամ հարցնում։ Սևանում ենք, քո ասած, շատ համամիտ եմ։ Իրոք սևացանք էլ այդ օրը, ինձ վրա պրոստը չէր երևում։ Սև ես դու։ Նա սևանցի մոտիկ, ցավ անկեղծ եմ ասում ախպերներ։ Այս կողքի սեղանը խորոված են ռակ են բան են արե։ Ես էլ հեսա դիրքս մի հատ հիշեմ ախպերներ։ Պլյաժնա ես հոп, այս դիրքով պլյաժին եմ, այս դեմքով սենց իրանց եմ, իրանց սեղանին, այդ մեր բիսեդկի բան։ Չեն տենում այսինքն շռամած չէր երևում, ու լսում եմ ընդ երկու ունգեր, նայում են դեպի ինձի ու կան, չէ, հայի տեսակ կա, չէ, նայում են քեզի ու բարձր խոսում են։ բարձր խոսում։ Այս տպավորությունն է, որ դու չես լսում։ Ասես նայում ու սս խոսում են ախպեր, սս նայում են բրեկները լսում եմ, ասում եմ մենակ ուրիշ բան մի ասեք, արա ինչ ուզում եք ասեք, արդ չկա համաձայնեմ։ Ընդ մեկը բապ իրական էնի, բարի գռզգանք իրական չենի, բա իրական էնի, բա իրական չենի, բա դու տեսել ես, չէ, չեմ տեսել, բայց իրական է։ Արասի սրանք աշկի շռամից վերաբերյալ են ընկեր բազարանը։ Ու գռազ եկան երկու ընկեր իրար, այդ բա ինչի վրա, բա Օրնի սեղան իր ամեն ինչով հայավար են պիվեն բան սենց սաղ եկան ախպեր։ Ես սաղ լսել ես դու, էլի։ Ես սաղ լսում եմ բրատս մնաց են խոսում, որոց ես ատե չեմ ընկեր։ Սենց պիտի գան տնից հանեն Արստան, ասեք այդպես վիճակ է։ Նայում եմ երկու ընկեր քայլելով գալիս են ախպեր։ Ուժը ես պատրաստվել եմ բան, սաղ կուրսի եմ, ես ձեռը սենց դրի ես դերից։ Ոս սենց տա մամա է, սենց փագի, ասի ախպերներ գռազ էիք գալին դե։ Բա, մերնեմ, քեզ գիտես ոնց զարմացեմ, դուր ցույց։ Հա, ու չեմ ասում որ լսել եմ։ Նոստրադամուսն է։ Ասում եմ պրոստը որ նայում եմ ձեզի արդեն հասկանալի է ինչ Ես սուպեր սիլամ եմ լսում եմ, էլի տեսա։ Ռադարներս բռնել է ձեզի բան։ Ասում եմ, բա ինչ գռազ է գալի։ Ասում ախպեր շռամատ իրականա թե չի, ասում եմ, բա ինչի տենակ դաստոյնի գռազա թե չէ դի։ Ինչի վրա բա Օրնի սեղան ամեն ինչով բան ասի դի հարաբերական է, դի կարա լինի չիփսը, պիվա, դի ամեն ինչը ասի կոնկրետ։ Բապե խորոված ընդ պիվը ռակը բան չջոգի որ բաբաթին գռազ են եկեն հավեսով էլի, հա, դե երևի չէ որ սպասեք, ասել գառն է մեջը բաց, է։ Փղի խորոված բան։ Ասի հիմի իտոգում ուզում եմ հասկանամ, հարազա դու գոռում էիր որ չունի, հա, աչինը գոռում էր, հա, իմ թևից աչինը գոռում էր ունի։ Մեկն է մի քիչ ցածրասակ, մեկն է մի քիչ բոյով էր։ Դες ֆիքսվել եմ, ասում եմ դու գոռում էիր ախպեր ջան, չունի, ես ընկեր ասում էր ունի։ Ես գռազի մեջ կամ ես ուտելու եմ մտե մի բան, ախպեր, չգիտեմ, ինչ եք տալու ինձից ամեն մտե։ Իմ կարևորն է։ Բա, հենց մի դու արի մեր հետ, ասում եմ չէ, հոպել է գռազը հասկանանք, ինչ է կատարվում նոր։ Ոშը, մեն ես մապը չունես, չէ՞ շռա, մեն ես մապը նախ դունի ասի գռազ։ Всё, պարու կամ ես է թաթս դրի, որ յանեմ ձեր հետ եմ ախպեր։ Դեմքս դդդդ ֆրցրի բան տեսար ու դոշից ընկերոջ տեսար քեզի որ ասում եմ էլի հա հանգստացի անիմ գրազեմ գրվեք կտամ իշմի թափես տակիցի ֆրցի շռամը բան բախբերս դե մի ժամից կգաս դե ասի որ ստեղ ենք բան մեր օնքականներով էլի ասի ես կմիանամ արանգերս մի ժամ հետո աշկս թերթում եմ էդյան ախպերս լավ են տղեկ հա
Ոչ ինձ սպասում են, ոչ ինձ կանչում են, ոչ ոսը բանտավին ուտեմ են ճոգի։ Իվրով գրազե կան, կրին, կրվան ախպեր, ես ոչ մի մասնակից էի ինգեր։ Բավոր քո ասացի վերաբերյալ Սամ ախպեր, Սամախպեր։ Սովոր եմ էլի Մուսայելյան, Սամ ախպեր, Գև ջան։ Սաղ թվարկեցի ազգանունով, այդ բանունով։ Բավորից է բանը, հայտու մեկ շփոթում ասում Բավոր Էմիլ եկավ մեր հայատ բիսետկեն նստավ, հելա երեխեքին, արդյոք ջան մի 20-ատ երեխա ունեմ հայատից մեր, սաղին հավքի ինստրուկտա ժարի, ասի բիսետկում ուրեմն, ձեր լյուբիմչիկը ստեյա, բաղով ասի համբարձում է, Ոնց ամբարձում ասի ուրեմն սաղդ գալիս եք սիրուն նկարվում եք հատիկ առ հատիկ եք եթում էլի արա ջոգինգերս այդ 20-ը մի 25 հոգով իջան եկան անատական նկարվան դեմնի շատ են սիրում բայց չշեղվեմ Սևանի վերաբերյալ բան պատմեմ իրականում լսեք ուրեմն ես ու Քաջիկը կան պատահական հանդիպել ենք ափից ափ էլի այդ ժամանակ էլի այդ օրերն է ախպերս այդ օրն է բուկվալն մի քանի ժամ ռազնիցաներով ինքը դեմի ափնա ես էս ափնեմ մեզից պատ ասենց բաժանում Այն որ պատից պատ իրար տեսանք ջոգի sense բարևում եմ ոնց որ ինքն դե ես տեսած բարևել դե ինձ թվում այդ վաղ մետ հումորայինով խոմ կալանավոր չես արի ես անգամ ես գամ էդյան sense կանգնանք մեծ սեվանցի ախպեր բալեչիկ մայկով վատ վառված շատ գեշ վառված եկավ sense արեցոս ես ու Քաջիկն է sense դեմ կանգնած զրուցում ենք արա եկավ sense ախպերներ պապազա մեր sense մեջտեղը sense Боже мой, Քաջիկն ու Արամը, գիտես ինչ էլակ ես, գիտես ոնց են վատացել, նայում եմ ու հավոքվել են, եկել են ընդ Քաջիկին սիրողները, բան չէ, Քաջիկ ջան, բան սենց էլ, դե հումոր ենք, փորձում ենք հումորին էդի տանք, բայց ժողում եմ Քաջիկ ախպերը էդի բարի վրա, են որ անում են, իշկա երկրծնում են, անձի բրատս դու բան են, որ լավ ես, ուժեղ ես, բան արասում եմ, ես իչա ուզում ես դից այդ բոժը մոյներ էլ ինգեր, եկավ պաթեթվավ, բան, ես ձեզ շատ եմ սիրում, ինձի թողին էտ է Քաջիկի հետ հելան գնացին, այդ պահը, այդ որ եկավ պապազապսս նայեց վերուսից, բոժը մոյ ասեց, Քաջիկն ու Արամի, բայց այդպես արել, իրարը չէի պատկերացնում, վաբշե իրարը չէին էլ տեյնա չէին Այնքան չի պատկերացել որ չոքել է էլի բոժը ասես կիսա եկավ սենց կռացած վրա պրեսիդանի անող էր այդ ախպերը երևի եկավ սենց նայեց բոժը մոյ պրեսիդ այդ բոժը մոյն ու իմ ու Քաջիկի դեմքը տեյնա եկանգես նայինք յան ինչ բոժը մոյ Քաջիկն ու Արամը չէ շատ հետաքրքիր բաներ կա Դա գիտես ինչքան են ին վրով գրազեր եկել որ Կիբերիցյանի թորն եմ թե չէ Դաժե զանգել են ախպեր ասա հենց մի գրազա գնում ասա բան ու այդ ձևի քոնման էլի գնացեք օրել են ես ոչ եկան Իրանք կրին կրվան կերա խմեցին դու մեր վրով սաղով գրազա եկե ես պերամ ասեմ մենք մասնակից չենք ելել իրանց ոչ մի գրազի ինչ որ մի հատ հավասար իրանք իրար այդ գրազեն եկի իրանք իրար քլնգե իրանք իրար այդ խոսացե իրանք իրար չեն հասկացել է գնացել ախպեր դու տուտնի պրիչոմ նույնը ոնց որ Էմիլը ինձ մի օր հարց տվին ասին բանի Կիմ Երիցյանի թորնա ասի ինչից վերցիկ մի հատ հանդոն տեսարան ուներ բանակում ճիշտն ասեմ եմ լամպուշկի եմ գլուխը որ սենց իջեցնում հանում ես այ որ հետը սենց բան է այ ապրես դե Կիմն էլ տենց բան ունի չէ ինքը իրան խոսալու բան այդ պահը ես էլ անկեղծ ասեմ ասի արսի կողոտ Կիմ Երիցյանի թորնա ու իզմենից ես էլ էի ուտում հետո չէ ինքը չի շատ նման է կարան նման նկարներ ուղարկել են իրար սենց իրա ջահել նման է նման է ասում եմ դու դաժան գլուխը որ սենց արիր հետո խոսացիր օրոսիսի լրնի ոնց Կիմի թորն ես եմ որ հավատացի Սյոմկի վախտ է եղել էմոն բանում այդ լվացարանում բաներ հայլում էջ նայում էր ինչ որ թրաշվում էր ինչ էր անում ասեց արա կարող է իսկականից ստոպ թորն եմ այդ պերիոդը որ Էմիլը Կիմ Երիցյանի թորնատե չէ մոտավորապես հավասար էր Որոգայթի Ռուդոլֆը Օվա այդ բանը ու ես գնում եմ բան ճումեն հոգնած բան աշխարհի ծերնա տենց պերես ատկեկով բան զու ձմեր բան տենց իջնում եմ аэроպորտում որ ինձ պիտի դիմավորի բարև չի տալի ասում իսկ այդ ճիշտ է որ ասում եմ չէ արա Ինչի՞ մասա Որասյուն ընկեր նոր եմ եկել ինչ ես ուզում չէ էլի սպանիկ այդքան հարցնում էին էլի ու չթողի այդ մարդը հարցը տալ ախպերներ ինձ մի օր կռասնադարից անկեղծ բան եմ ասում այդ տարիներն այն լավ բուրն տարիներն ա որ նկարվում ես դեռ քեզ ճանաչում են շատ սիրում են ասում եմ
ընձել սուպերմարկետից են լարը երկու հատ տատի մամայի արել, սունկով են քաջիկին ինչ ես անում են, համբարձումից խես նեղացնում են, խճոն որ կար էլի, աղբոր անունը չեմ հիշում, այդ թմբլտղեն իմ կողքի Վազգենը, հա աղբեր։ Այդ աղբորը բան, խես բան է, ջայելին խի լավ չես նայում, բան ասում եմ, արա մերնեմ ձեր կյանքին կինոյա, վիդեո ինձ շատ վնասներ են տվել աղբերը, շատ մեծ խնդիրներ եմ ունեցել։ Ուզում եմ ասեմ, որ այդ մեր կերպարները հասել է իր նպատակին, որ մեկին չեն սիրել, մեկին սիրել են, ասեմ Մինասի համար ասենք խոսքի մեծերը, ոյ, կյանք կտա ինչ օգի Մինասը բան, ձեր փրկիչն է բան, բանակում կինոյի բան, ասում եմ հա բա մոքս կինոյի մեջ որ նեղն եմ ընկնում ես, բայց Մինասի մոտ եմ Սա ինչ ջանուջի հայրիկ ջան, բա Մինասի մոտ, բա ինքը հարցերը լուծում է, չէ, չհաստում, սաղին տիրություն անում բան, այդպես տղեկ պիտի լինեն մեր երկրում, այսպես են նայում, ասում եմ չես մարդկանց չես կարա փոխես, որ դա դերա Իրանք քեզի տենց են տենում բրա։ Քեզ տենում են որ դու այդ ես, всё, դու են որ լուրջ ես, տես կերպարը, չգիտեմ, հայրիկի կեցված կողմես են։ Ես որտեղ գնում եմ լուրջ ես, բանը նորմալ, քեզ լուրջ ինչ։ Լուրջ է, հա։ Քեզ ցինիկն ես պատկերացնում են, ես որ պիտի միշտ ինչ-որ մի ջերի։ Բայց ինձ էլ գիտեն, ես միշտ պիտի հարցերի մեջ եմ։ Չիցեք վերցրել որ ես պիտի միշտ խնդիրների մեջ եմ ընկել։ Հա, էլի են որ նույն հակառակ ռեակցիան է, որ ես ինչ որ բան եմ պատմում, խնդալու անեկդոտ, բաց զարմացած նայում են, էլի, այսպես դուց լուրջ տղա, այս ինչ էր անում։ Իշի դու ավարտած մարդ ես, ես 98 ավարտած, 4-98 ավարտած օֆիցեր մարդ ես, ինչ էր խոսում, անեկդոտ ա պատմում են։ Մեր գործընկեր Էկոփեյն ընկերությունը հանդես է գալիս իր ձեռագործ, վերամշակված, թղթից պատրաստված էկո գրիչներով եւ էկո մատիտներով, որոնք ոչ միայն չեն վնասում բնությունը, այլ տալիս են նոր ծիլեր, դարձնելով շրջապատն ավելի կանաչ։ Գրիչի պոչիկը պարունակում է անակնկալ բույսի սերմեր, որոնք տնկելուց հետո դառնում են որևէ բույս կամ բանջարեղեն։ Էկոգրիչներ եւ էկոմատիտներ կարող եք պատվիրել ցանկացած քանակի եւ գույնի զանգահարելով 033 88 88 34 կամ գրել Facebook-յան եւ Instagram-յան էջերին։ Ես ուզում եմ մեր հյուրին նվիրեմ այդ գրիչներից։ Նա ինչա գրած վրեն։ Բարձրաձայն է ես չեմ Արամ, ներողություն։ Չեմ տեսնում։ Սերգո Արամ ու բանա, զինվորական բանը։ Կամուֆլյաժն է։ Կամուֆլյաժն է։ Դու ոնց ծառայության մեջ էիր գոռում, վրես։ Չէ, չեմ գոռում։ Մեծ մարդը աչքերը չի տենում։ Աչքերը չի տենում, չէի կարող տեղից կարտայի։ Սերգո ջան, նայ, գրիչը օգտագործում ես, թանակը վերջանում է, ցանկացած գրիչի թանակը վերջանում, շպրտում ես, չէ՞։ Այս այդ դեպքը չի։ Այստեղ կա սերմ, նայ, այս պոչիկի վրա կա անակնկալ սերմ, այսինքն դու գցում ես ու դե բնականաբար պետք է ջրես խնամես, որ տեսնես ինչ բույս կամ նույնիսկ ասում բանջարեղ է։ Կցանես դեց անակնկալ բույս կա, չի էլի։ Վրացում է հայրը քարից հաց են կամում, հիմա էլ էկոփենինն է, էլի գրիչից բույս է կամում։ Այսինքն ես ոնց հասկացա, այս գրիչը պատվիրում ես անվանական, նվիրում ես իր անունով էլ այդ գրիչը, այդ գրիչի թանակ անգամ եթե վերջանում է, ստացվում է որ այդ գրիչը միշտ քո հետ է։ Հա, բա ոնց է, օրինակ Սերգ ջան, օրինակ դու ինչ բույս կուզենայիր, որ աճեր։ Ես որ նայում եմ հիմա այս գարշոկին իր ծառ ունենալով, ինձ հաճելի կլներ նուր աճեր ախպեր։ Լավ բան ես ասում։ Նուրը կդզեր ինձ։ Չգիտենք սա նուրա թե ինչ է, բայց անակնկալ է, բայց անպայման բան է, ինձ տեղակ կպա այս ինչ էր վերջում։ Գալու եմ նայեմ։ Չաճե։ Եկածա, բայց կաղա ծառաճի։ Ստիեգուտին ծառա։ Եկածա։ Մեր ծառա չէ, Ես ուզում եմ ծառաճի ախպերես, հա։ Էտա, ուրեմն սակուրայա կոնը։ Այդա։ Եկածա։ Շատ լավն է, շատ շնորհակալ եմ։ Շատ, էսա մեջ դնեմ։ Ուրախությունով։ Մերսի։ Լավ բաներ գրես, լավ տեղեր ստորագրես։ Էլիշ պատմություն ունեմ։ Լիքը։ Ուրեմն սկսեմ ըստեից։ Իրական պատմությունը անկեղծությամբ։ Լավ, հիշեմ մեր հայաթում մի հատ անուշ տատի ունենք։ Տատին մի օր ինձ կանչեց, սիրիոզնի սենց արեց։ Ասաց արիլ է։ Դու հիմա Սերգոն ես թե Արամն ես, ասարը։ Տատը չկա մեր էլի։ Ասի ում համար Արամ, ում համար Սերգո, տատ ջան, ասի դու ասա, ասես դե մեկը ես չեմ հիշում անուններ էլի, ասես որ քեզի հանգարց տենց Արամ բան, ասեն չեմ նեղվի, ասի հարց չկա։ Խչոյց հարցում են կողքիս այդ երիտասարդից ասում եմ։ Իրան տիրություն կանես, լսի ասում, իրան տիրություն կանես։ Ինքը
դե տատի բանա, չէ, տեսանկյունը, էլ ինքը մեղք է։ Ինքը չունի ինգեր ընդե, ասում է, իրան տիրություն արա, ասում է, տենում ես այն մինասը, դե ձեզ է չսիրողներ կային, ասեմ իմանաս էլի, քեզ, բանին, Արտյոմին, Սակոին, հա, ասում է, տենում ես կանչում ոնց են նեղում, դու հենց ընդե չես լնում, բա ուր ես լնում, որ ընդե չես լնում, ոնց արա, տատարդ, ասում եմ, դե որ սյոմկա չեմ ունենում, իսկ աղա կողքիները կանգնած լնեմ, նո միտքը միջև իմ սյոմք, լավ, որ ասում է դու իրա հետ ես լնում, ասում է, տիրություն արա, մեղք է այդ տղեն, շատ են նեղացնում, ասում եմ, ով է նեղացնում, տատեցը, այն Արտյոմը, որ իրան ոժձի տեղա դրե, չաստում Արտյոմը, այն հետի են տղեն են, բանը, ներողություն, Մինասը, որ իրան ոժձի տեղա դրե, մեկ է Արտյոմը, որ իրան ուժեղի տեղա դրե, ջոգիր, իրար հետ, սաղին կանչում են, դասում եմ իրանք չաս նայողներն են, չաստ իրանք են տիրություն անում, տաջան, հա, ասում է, ես պրոստը ոտերս հոգնած է ցավում, ասում է, թե չէ կքայլեի ընդե, Արտյոմին ու բանի, Մինասին ջոգիր, կասեի, որ մի նեղացրեք, ոչ այս տղուն, ոչ այն տղուն, հա, այն մեկին կանչում ջրի են ղերգում, ասում եմ տատս կինոյա, մերն եմ սրտին, իրականում ոչ մեկին ջրի չեն ղերգում, չէ շատ դեպքեր կա, որ կարամ հիշեմ, աղբեն է, լիքը, ես մի օր ձեզի բոլորիդ հրավիրում եմ իմ հայատ, իմ բիսեդկա, իմ հայատի, ինքը եղել է, գիդի, 4 պատա ոչ մեկ մեզի չի տենում, սաղ սիրուն ծաղիկներով փակված ենք, նստենք, ամեն ինչով ապահովում եմ, հիշենք իշքան բան կա, մեծագույն սիրով, այնքան բան պատմում եմ ընկեր։ Հիմա մեր բիսեդկում ենք հիշում։ Էս մեր բիսեդկեն, այդպես մեր բիսեդկեն է։ Ու ասեմ, իդեպ շատ լավ բիսեդկա ունենք։ Ընտիրովսկի ես կասեի։ Շատ։ Եվս կրկին չմոռանամ շեշտեմ, քեզ շատ եմ սիրում ախպերես։ Կապ չունի քո հետ ամեն օրվա եմ չէ, քո մեծացել եմ։ Արա խի եմ քո տակ մեծացել։ Ապա մեծացել եմ քո կինոների տակ։ Քո տակ չէ, դե քո տակ չեմ հասցրել։ Քեզ սիրել եմ բանակումից։ Հարազատ, անկեղծ, քեզ եմ շատ սիրում, կապ չունի, որ կինոյի մեջ դու իմ հետ ոնց բան, էդի կինոյա, էդի դերնա տես, դու պիտի մունատ գաս, ես պիտի հնազանդվեմ, չգիտեմ։ Մենք ասում խոսում ենք ժողովուրդ ջան, բայց իրականում մենք կյանքում Սերգոյի հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք, շատ լավ ընկերներ ենք։ Շեշտեմ իդեպ մենակ սուպերմարկետում եմ քեզի կարում տենամ, փաթաթվեմ, պաչեմ։ Ցավը տան։ Так что դուրսը չեմ Բիսեդկի տեղը իմացանք արդեն սրանից հետո։ Տեսա բան լիքը կոմենտներ է, էլի, տենց գնալը բան, առանցեն է ինձ ինչքան ասում, թող էդ հյուրը խոսա, ասում է, ասեք թողի, դրա համար սուս իմ համար նստած եմ, իդեպ մեր հայաթում սենց լուրջ ես ախպեր, դենդեղ այդ կոմենտների մասը չկա, էլի, մեջ չեն նայում, դե չեն ասում, մի կտրի, Էլեն ֆոտոարտին ընտրում են նրանք, ովքեր ուզում են լույսով լի բնական հուզիչ պատմություններ։ Էլեն ֆոտոարտը նկարում է անկեղծ պահեր լի իրական զգացմունքներով։ Էլեն ֆոտոարտը մասնագիտացել է անհատական love story ընտանեկան եւ կենդանիների լուսանկարման մեջ, փոխանցելով ջերմություն եւ էմոցիա։ Նրա լուսանկարները հիշեցնում են կինոյի լավագույն տեսարանները։ Ինչպես գտնել նրան։ Instagram Էլեն ֆոտոարտ եւ հեռախոսահամար 091 00 56 46 WhatsApp, Telegram նույն համարի տակ։ Սերգ մի հատ հետաքրքիր հարց կա, կարելի ասել բոլորին հարցել ենք այս հարցը։ Օրինակ, ինչ կերպար խաղայի բանակում մեջ, բացի քո կերպարից, եղած կերպարներից։ Ընտրության տենց հենց պիտի անպայման ընտրեմ, իհարկե որ չընտրեմ, ոչ չենք նեղանա։ Չենք նեղանա։ Ես գոհ շնորհակալ եմ, որ հենց այն կերպարը, որը ինձ տվել են։ Ես քյակի առաջ։ Այն ինչ որ ինքը ես խաղացել։ գոհ շնորհակալ եմ, ինձ ինչ դաժե անուն են տվել։ Դաժե որ հետևիցս գոռում են միամիտ։ Բայց լավ, լսես։ Արամ, հոսա ֆռում եմ, ասենք դաժե գոռում են Սերգո, չեմ ֆռում, եկե Արամ, ֆռում եմ, ասում եմ, հա, ջոգիր։ Ինձ շատ լավ եմ զգում, հարազատ սուպեր։ Հարցամ, ասենք էլի առաջարկ ես ունենում օրինակ մի հատ կերպարի, բայց կերպարը ասենք դրիվ ուրիշ բան ալնում, օրինակ ասենք, չգիտեմ, համարցումի պես կամ չգիտեմ քաջիկի նման ինչ-որ մի հատ խաղաս թե չէ։ Խաղաս, կխաղաս, եթե կարանաս խաղաս։ Նախ պիտի կարանամ ես խաղամ քեզ կամ քաջիկ։ Եղբայր ջան։ Հա, հարազատ։ Մեր մյուս հովանավորի կողմից, դորժը տենց, հա։ կողմից, այո, դու մի հատ հիասքանչ նվեր ունես այսօր, ոնց որ մեր
մշտական հյուրերն են ունենում, առիթ ունենում այս նվերից Շատ ուրախ եմ, Մատուցեք նվերը խնդրեմ։ Շատ։ Նվեր ստուդիո։ Խնդրեմ, այսպես դու կարաս մեջից հանես, մի հատ տենց ցույց տաս։ Ինձ թվաց ասում ես հանգսի մարմնիդ մի Չէ, ինքը ճիշտ է, օճառից է բնական։ Ես իրան կարամ սենց հանեմ։ Այո։ Որ մի հատ հարց տամ, միևնույն Դες նուրը կա։ Տեսար, նուրը կա։ Օրա նուրը կա, բռա։ Եթե ծիրան է, ես Ծիրանը, ես էլ մտածում եմ լիմոնոտ ծիրանը։ Լիմոնը վիսորտի Դա ծիրան։ մի հատ անամես հարց տամ։ Սրանք սապոն են։ Այո։ Ու ինչա հիմա ես ամանի մեջ ես ինչ տենում եմ, այս ամբողջը Բոլորը օճառը, լուրջ։ Այո, բնական հումքից Իրանից վերցրած, իրանից վերց։ Օրա լավ է։ Այո։ Սերգո ջան, ուրեմն Սարլի ընկերությունը, որը միշտ ոչ միայն մեր հյուրերին է զարմացնում, մեզ էլ է զարմացնում, մենք ամեն անգամ ուզում ենք նայենք ինչ նորություն կա ու ամեն ինչ տենում ենք էքսկլյուզիվ ու առաջի անգամ, իսկ հենց այս հավաքածուն ես պետք է ասեմ, որ հատուկ այսօրվա համար այս հավաքածուն նույնիսկ մեր հետևորդները եթե ուզեն, այս պահին չկա, ես տենց եմ հասկանում։ Էջում էլ չկա, նկարն էլ չկա։ Ու քո սիրած նորը Էմիլը լավն է Ես դաժե կներես ընդհատում եմ, դաժ ուզում եի ասել, հələ պատկերացրեք 10 քանի տարի առաջ նորով, հիմա նորով։ Հիմա նորը։ Ես էլ բացիկ Իդեալական է։ կարող ես, ահա, իրան։ Special for you ասում ախպերս։ Հատուկ Թումանյանից երկու տող։ Ճիշտ է, դու բանակումի մեջ տենց քո կերպարն էս Ոչ թումանյանական։ թոփումուր ես կերել, բայց ես ուզում եմ ասեմ, որ այս Անուշ հոտը որ գալիս է, դու մեր Անուշ ընկերն ես։ Ես շնորհակալ եմ։ Մանավանդ չմոռանանք, որ դու ինձանից ավակ ընկեր ես, այդ մի հատ չմոռանանք, ինչքան էլ ես ձեր ընկերն եմ, դու ավակ ընկեր ես։ Դե դու իմ այլեցին ես, հիմա ես մենք ընկերություն ենք անում։ Մայքեն։ Ես քո Մայքեն։ Մենք մեջին հարգել գիտենք, так что շատ ուրախ եմ ախպերներ ձեզանից, ձեր նվերներից։ Մենք Մենք էլ էլ շատ մերսի։ որ եկար, Սերգո ջան, որ եկար, մերսի շատ։ շատ։ Օրո, մի հատ ներողություն, կարամ կարդամ։ Այո, չէ։ Այս պահը վերջի պրոստը ինձ տարավ էլի, նայ։ Ես ուզում եմ, որ ինձ նման էլ չսիրեր մեկը քեզ, բայց ասեին միա բերան, թե դու իրավ հրեշտակ ես։ Քրդենա մամայանը։ Այ այսպեսի Իր տեղում քրդենա, տեղում շատ հաղվեցուցիչ։ տեղում ախպեր։ Նոտայով էլ Նոտայով էլ ավարտում ենք ավարտում ենք այս հաղորդումը։ Ահա։ Մնացեք կապի մեջ, բաժանորդագրվեք մեր էջերին, լավ եղեք, այն չէ, այդիա սրտիկները։ Սրտիկ։ մի բուրց սրտի։ Ես, ինչ։ Դելա ուզում արել, էլի սենս։ Ճիշտ է, լավ է, Ապրես բրատ։ Հաղորդման գործընկերն է Սարլի Սոփ ընկերությունը։ Հաղորդման գործընկերն է Էկոփենը։ Հաղորդման գործընկերն է Էլբակյան կրթահամալիրը։ Խոհանոցում, կահնիքներ ենք բացում